Կարևոր սկզբունքն այն է, որ դուք ոչ մի կերպ չփորձեք խաբել բիզնեսմենին, որ դուք ենթադրենք զբաղվում եք այդ գործունեությամբ 2-3 տարի։ Եթե դուք պնդեք, որ 2-3 տարի զբաղվում եք այդ գործով եւ գա արդեն այն պահը, երբ դուք պետք է ցույց տաք արդյունք, գործունեության մեջ դուք որոշակի արագություն եք ցույց տալու։ Այն մասնագետը, որ ենթադրենք զբաղվում է SMM մասնագիտությամբ 5 տարի, ունի բոլորովին այլ փորձ, արագություն, կարող է տալ որոշակի արդյունք։ Իսկ այն դեպքում, երբ որ մասնագետը դեռ 1-2 ամիս է զբաղվում է դրանով, բնականաբար սխալները շատ են լինելու, բնականաբար այն արագությունը, որ կարող է տալ ենթադրենք 2-3 տարվա մասնագետը, նույն արագությունը չի կարող տալ մասնագետը, որ դրանով զբաղվում է ընդամենը 1-2 ամիս, եւ դա նորմալ է։ Այսինքն խորհուրդ կտայի նոր սկսնակ մասնագետներին երբեք չստել, թե որքան ժամանակ եք դուք զբաղվում այս մասնագիտությամբ։ Դա չափազանց կարևոր է։ Ավելի երևի թե ձեռնտու տարբերակ է, որ դուք կարողանաք ուրեմն արդյունքների հիման վրա առաջ գնալ, այսինքն ի սկզբանե տալիս եք որոշակի պատկերացում, թե ինչ արդյունք եք տալու, որովհետև հիմա տենդենսը, որպես այդպիսին, որ ես նկատում եմ, բիզնեսմենները հիմնականում պատրաստ են վճարել որոշակի գումար, բայց իրենք ուզում են ստանալ իրենց հարցերի պատասխանները, որոնք են այդ ամենակարևոր հարցերը։ Ինչպիսի արդյունք ես կստանամ, կամ այսքանի դիմաց, ինչ ես կստանամ։ Եվ դա նորմալ է։ Ես ի սկզբանե, երբ որ զբաղվում էի 2 տարի առաջ զբաղվում էի այս գործունեությամբ եւ նորեկի, ես փորձում էի հասկանալ ու անընդհատ ներքուստ ինչ որ ընդվզում կար, ինչու են նրանք պահանջում որոշակի արդյունք, որովհետև այնուամենայնիվ գործունեություն ես ծավալում 100%-ով դու որևէ արդյունք չես կարող որևէ մեկին խոստանալ։ Այո, դու չես կարող որևէ մեկին 100%-անոց որպես այդպիսին արդյունք խոստանալ, բայց մոտավոր պետք է կարողանաս, եթե արդեն 2 տարվա մասնագետ ես ենթադրենք, պետք է կարողանաս որոշակի մոտավոր ասել, ոչ հստակ, բայց մոտավոր այնուամենայնիվ կարող ես տալ։ Իսկ երբ դուք սկսնակ եք, բնականաբար ոչինչ խոստանալ չեք կարող։ Դա է պատճառը, որ ի սկզբանե կարելի է պարզապես ասել, որ դուք որպես այդպիսին սկսնակ եք, բայց դուք պատրաստ եք սովորելու, աշխատելու, եւ եթե օրինակ ենթադրենք 2-3 տարվա մասնագետը կարող է ցանկանալ իր կատարած աշխատանքի դիմաց պահանջում է 300,000, ես կարող եմ համաձայնվել 80,000 դրամով, Այսինքն այստեղ դուք համաձայնվում եք, միանշանակ համաձայնվում եք, բայց դուք հասկանում եք նաև, որ այստեղից փորձ եք ձեռք բերելու, գուցե կրկնակի աշխատեք, բայց ավելի քիչ ստանաք միանշանակ, բայց դրանք սկզբնական քայլերն են եւ դուք մեծ բազա եք հավաքելու։ Այդ բազայի հիման վրա արդեն երբ որ դուք ունենաք արդյունք տալու հմտություն ձեռք բերեք, արդեն դուք կկարողանաք բացացնել եւ արդեն սահմանել ձեր ցանկալի գումարը, որը դուք ուզում եք ստանալ ձեր աշխատանքի դիմաց։